Գեհամ Նազարյան, համեցեք պարոն Նազարյան։ Շնորհակալություն։ Ես մի հարց եմ ուզում տալ։ Ընդհանրապես այս ամեն ինչը ստեղծվեց նրա համար, որ մարդիկ ավտոսիրողները չխախտեն կանոնները։ Հիմա մենք ոնց որ ասում ենք, դե լավ, դե խախտել եք, դուք եկեք նորից վարորդական։ Այսինքն այդ մարդիկ են, որոնք պոտենցիալ վտանգ են ներկայացնում հասարակության համար, մարդկանց համար, մյուս ավտոմեքենաների համար։ Մենք ինչի ենք չարչարվում, որ իրենց հնարավորություն տանք, որ իրենք նորից վարորդական իրավունք ունենանք։ Միաժամանակ օրինակ բազմաթիվ մարդիկ, որոնք օրինակ լավ վարել գիտեն, ասենք կենցաղով եմ ասում, ասենք փորձով, քննությունը հանձնում են այդ տեսական մասը, գնում են քննության ասենք այդ խախտումը, որ որևէ մեկը չի անում, բան ինչ-որ անհասկանալի պատճառաբանություններ մարդկանց թույլ չէ, այսինքն ասում են դուք չեք ստանում վարորդական իրավունք։ Այսինքն պարկեշտ, օրինապար քաղաքացուն մենք թույլ չենք տալի, որ ավտոմեքենա վարի, իսկ այն մարդը, որ անդադար խախտումներ արել, ասում ենք մենք կառավարությունով, խորհրդանով, ջանք ու եռանդ չենք խնայում, որ ձեզ նորից հնարավորություն տանք բոլորի համար վտանգ ստեղծել։ Հիմա մեր նպատակը որն է, ինչու ենք իրենց այդ հնարավորությունը տալիս։ Պարոն Նազարյան, շնորհակալություն հարցադրման համար։ Մենք ոչ թե նրանց հնարավորություն ենք տալիս, այլ արդեն խորհրդարանը տվել է նման հնարավորություն անձանց վերականգնելու իրենց վարորդական իրավունքը, որովհետև այսօր կա հնարավորություն վերականգնելու վարելու իրավունքը, պարզապես մոդելներն են տարբեր։ Եթե գործող ինստիտուտի շրջանակներում պարտադիր է դառնում տեսական եւ գործնական քննության վերահանձման ճանապարհով վերականգնումը, մենք առաջարկում ենք հնարավորինս բալանսավորված լուծում առաջարկել մեր քաղաքացիներին, որպեսզի մոդելը ըստ էության լինի վարքագծի վրա ազդող եւ մենք հասկանանք, որ վարորդական իրավունքի վերականգնման պայմաններում անձը իրականում ցույց է տվել իր վարքագծով, որ ունակ է մտնելու օրինապահ երթևեկության դաշտ եւ այն փորձաշրջանը եւ այն սեղմ բալային համակարգը, որ տրամադրում ենք անձին, իրականում պահպանվել է եւ պետությունը շատ ավելի ապացուցահեն ճանապարհով է վերականգնել այդ անձի վարորդական իրավունքը, քան այս պահի դրությամբ է, որովհետեւ որևէ մեկը չի կարող ասել, որ տեսական եւ գործնական քննության պայմաններում վարորդական իրավունքը վերականգնած անձը չի կարող օրինակ վաղը մտնել երթևեկություն եւ կատարել այնպիսի խախտում, որի համար կրկին կգանք զրկելու։ Նախագիծը բացառապես վերաբերում է մոդելի փոփոխությանը, որտեղ որ մենք փորձել ենք հնարավորինս շեշտը դնել անձի վարքագծի վրա, եւ ես որևէ ձևով չեմ խրախուսում զրկված անձանց վարորդական իրավունքի վերականգնումը, այլ հակառակը փորձում ենք մոդելով այնպես անել, որ մեխանիզմը աշխատի եւ մենք տեսնենք, վարքագիծը տեսնենք անձի, նոր միայն թողենք ստանդարտ երթևեկություն։ Եթե արձագանքեք, ես կշարունակեմ։ Համեցեք արձագանքեցի, ես դիտավորյալ հարցը սրված շեշտերով դրեցի, որ մենք մեր հասարակությանը ցույց տանք, որ ի վերջո մենք բարի քայլ ենք անում եւ իրանք պետքա ճիշտ գնահատեն այդ։ Խնդրեմ արձագանքեք։ Եվ այս պայմաններում, պարոն Նազարյան, քանի որ դուք անդրադարձաք նաև վարորդական իրավունք ստացողների իրավիճակին, ես ուզում եմ միանգամից ասել նաև այս ամբիոնից, որ մենք որևէ ձևով չենք պատրաստում հեշտացնել այդ գործընթացը։ Որովհետև մենք էլ ենք հասկանում, որ վարորդական իրավունք պետք է ստանա իրականում այն անձը, ով որ ունի ճիշտ գիտելիքների եւ հմտությունների բազա եւ հետեւապես ասել, որ այս կամ այն աննշան խախտման համար անձը օրինակ կտրվել է վարորդական քննությունից գործնականից եւ չի ստացել վարորդական իրավունք, որովհետեւ մեկը չի կարող նմանատիպ պնդում անել այս պահին, որովհետեւ կա ստանդարտ process, կա տեսալուսանկարահանում այդ ամբողջ գործընթացի եւ եթե որևէ մեկը մտածում է, որ անհիմն է զրկվել վարորդական իրավունքից, ապա կարող է դիմել եւ բողոքարկման ճանապարհով վերականգնել, բայց սրա կողքին ես ամենևին չեմ հավակնում նշելու, որ մենք իդեալական process ունենք եւ այդտեղ լավարկումների դաշտ չկա, հակառակը հիմա ամբողջ մոդելն ենք վերագնահատում, որպեսզի կարողանանք հասկանալ, թե առհասարակ ինչպես ենք մենք տալիս վարորդական վկայականը անձին եւ ինչ ենք ակնկալում ունենալ սրա շրջանակներում, խոսքս նաեւ բալային համակարգին է վերաբերում, խոսքս նաեւ տուգանքներին է վերաբերում, դրանց չափերին, դրանց համաչափությանը եւ մնացյալ բոլոր հարցերին, բայց նորից եմ ուզում շեշտել հատուկ, պարոն Աշակյան, ավարտում եմ, որ մենք ոչ թե տալիս ենք անձին հնարավորություն վերականգնելու իր վարորդական իրավունքը, սա այսօր էլ կա, մենք ուղղակի փոխում ենք վերականգնման մոդելը, որտեղ որ մեր կարծիքով տալիս ենք հնարավորություն պետությանը ճանաչելու, գնահատելու վարքագիծը սերմ բալերով, սահմանափակ փորձաշրջանի շրջանակներում եւ ապա նոր միայն վերականգնել ընդհանուր երթևեկություն ստանդարտ պայմաններում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։